Սիրելի հայրենակիցներ, մեզ հետևող Հայաստանում, Սփյուռքում մեր շատ սիրելի արդեն հետևորդներ, բարի օր ձեզ, բարի օր Արտուր, ինչպես եւ խոստացել էինք, այսօր մենք հիմնականում պատասխանելու ենք ձեր հարցերին եւ այսօր քարոզարշավի 6-րդ օրն է, նորից հիշեցնեմ, որ հունիսի 7-ին ամենաճակատագրական, երևի Հայաստանի անկախության պատմությունից ի վեր ամենաճակատագրական ընտրություններն են լինելու Հայաստանի համար, ես կարճ բարի օր Արտուր, գրեք հարցեր սիրելի հայրենակիցներ, բոլոր հարցերին այսօր պատասխանելու ենք, կարճ ներկայացնեմ իմ տպավորությունը 6-օրյա այս քարոզարշավից, ես տպավորություն ունեմ, որ այս ընտրություններին որևէ իշխանական ուժ չի մասնակցում, որտեղ ամենաընդդիմադիր, ամենաագրեսիվ քարոզարշավը, ամենաընդդիմադիր, sense թույն ընդդիմադիր քարոզարշավը տանում է Նիկոլը, բողոքում է անարդարություններից, բողոքում է չգիտեմ ինչերից, բողոքում է կոռուպցիայից, ամեն ինչ, որ ուզում ես ասես ստոպ Նիկոլ, կարող է իմանաս 8 տարի Հայաստանում ով է իշխանություն, բայց ես էլի եմ ասում, մեր ընդդիմությունը շատ դեպքերում տպավորություն ունեմ, որ սենց անընդհատ արդարացողի կարգավիճակում է, Նիկոլը մեղադրում է, բղավում էր երեք սաղդ նստելու եք, ականջից բռնելու եմ, քցեմ բերթը էս եմ անելու, բերելու եմ եւ այլն, եւ տպավորություն ունեմ, որ ամենաընդդիմադիր քարոզարշավը այսօր տանում է Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ ես հայտնվում եմ ինչ-որ մի հատ դեժավյուի մեջ, ինձ թվում է հələ նախկինների իշխանությանն են, Նիկոլն էլ խոսում է, ուրեմն ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր լրագրող, ընդդիմադիր падգամավոր Նիկոլն էլ խոսում է անարդարություններից, խոսում է թալանից, խոսում է կոռուպցիայից, բայց Արտուր, հիմա մենք իհարկե կանդրադառնանք ընդդիմության մարտավարությանը, բնականաբար կպատասխանենք մեր հայրենակիցների հարցերին, բայց ես ուզում եմ, մենք տեսանք, որ ադրբեջանական մամուլում դու դրա մասին ավելի մանրամասն կխոսես, ինչ որ քարտեզներ են արդեն շրջանառում, մեր իշխանությունն ասում է, որ դա բլեֆ է, 300,000 ադրբեջանցիների վերադարձ չկա, ավելին Ալիևը մեզ խորհուրդ է տալի, ասում է հայերը պիտի հոգեբաններ, հոգեբույժներ վարձեն, հայերը պիտի բուժվեն ադրբեջանցիների հանդեպ ատելությունից եւ սա ասում է Ռամիլ Սաֆարով ծնած երկրի ղեկավարը, սա ասում է մի երկրի ղեկավար, ով ինքն էր ասում, որ մենք 44-օրյա պատերազմը հաղթել ենք ոչ միայն մեր բանակով, այլ որ 30 տարի մենք թշնամու, այսինքն հայերի հանդեպ գեներացրել ենք ատելություն եւ թշնամանք, սա ասում է մի ղեկավար, ով մտավ Ստեփանակերտ, այն սիրուն, այն հրաշք նախագահական նստավայրը, որտեղ ես ժամերով զրուցել եմ Բակո Սահակյանի, նույն Արայիկ Հարությունյանի հետ, պոկեց Արցախի դրոշը եւ Արցախի դրոշով մաքրեց իր կեղտոտ սապոգները։ Արտուր, խնդրեմ, կարծեմ ցուցադրելու բան ունես նաեւ քարտեզներ եւ բնականաբար ես ուզում եմ ասել, որ այս ամենը դեռ պետքա ճշտվի եւ պետքա ադրբեջանական այս խայտարակ հիբրիդային պատերազմին տրվի անպայման արձագանք, խնդրեմ։ Եվ գրեք ձեր հարցերը, սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալություն Նայրա ջան, այո, ասենք, որ այսօր ամբողջովին համարյա պատասխանելու ենք հարցերին, ասենք նաև, որ մարդիկ իմանան, որ բոլոր ընդդիմադիրների դեմ, մեր դեմ նույնպես սկսվել են մի արշավ սոցցանցերում, մեր էջերը փակում են, մեր կանալներում այնպես են անում, որ մարդիկ մեզ չլսեն, մեր վիդեոները չնայեն, դա անում է արևմուտքի հատուկ ծառայությունների պատվիրակությունը, որը աշխատում է Երևանում, Ֆրանսիայից ցավոք սրտի եւ մի քանի ուրիշ երկրներից օգնում են իրեն։ Մենք ինչ վերաբերում է ընտրարշավին, այո, այնպիսի տպավորություն է, որ այս խումբը իշխանություն չէր 8 տարի, արդեն 8 տարի իրանք են իշխանություն, այդ հին պլաստինկան, խազած պլաստինկան, նորից նվագում, նախկիններ, թալան, նախկին, թալան, նախկին, թալան, այդ իրանք երկնա։ Նստելու եք, տանելու եմ, հա, ծապծպելու եմ, փռելու եմ եւ այլն։ Դե ափսոս որ ազդում է, տեսնում եք, որ այս մարդը արժանապատվություն չունի, անգամ երբ իրեն ասում են, որ չեն ուզում իր հետ խոսել, էլի վազում է, քո ասած պադոշ է իր երեսը, ես կցանկանայի, որ մեր ընդդիմությունը ավելի ակտիվ ձևով խոսար մարդկանց հետ։ Իհարկե այսպիսի
դիշով էլի էժանագին ձևով մարդկանց չստիպեր որ իրենց հետ խոսեն, բայց ավելի ակտիվ դես պահեք, որովհետև այս մեթոդները ցավոք սրտի աշխատում են։ Իսկ սա շոումեն է, սա դերասան է։ Ինչ վերաբերվում է իր խոստումներին, դուք տեսեք թե նա ինչ ասեց վերջերս, ասեց երբ է եղել Ղարաբաղը մերը, երբ է եղել։ Ես իմ մոտ գրառում արեցի, այս տեխնոլոգիան, այս երևույթը հոգեբանության մեջ կոչվում է gaslighting։ Այդպիսի հին անգլիական ստեղծագործություն կար, որը հետո կինո դարձրեցին, երբ ամուսինը կնոջը գժվացնում է։ Այսինքն կինը գալիս է տուն, նա լույսը կամած անջատում է, կինը ասում է լույսը ինչ եղավ, ասում է չէ, լույս կա, ես չեմ ձեռ տվել, ով է ասել։ Հետո գազն է բարձրանում, գազի մակարդակն է բարձրացնում, բոցը բարձրանում է, կինը ասում է իսկ ինչու ես սա անում, ասում է դες բան չի եղել, ես չեմ արել։ Այսինքն մարդուն գժվացնում են, հարցնում են այն վիճակի, որ մարդը ինքը իրան էլ չհավատա, իր տեսածին չհավատա, որ մենք իրականությանը չհավատա։ Այո, իր իրականությանը եւ իր հիշողությանը այլևս չհավատա, որ մարդը կոտրվի։ Այդ նույն ձևով այս անձը մեզ համոզում է, որ մենք չենք տեսել, որ նա Շուշիում ապրել է, Ստեփանակերտում ցույցի ժամանակ ասել է ես բոլորի վարչապետն եմ, բոլոր հայերի, Արցախը, Հայաստանը եւ վերջ, սա մեր նոր Ստեփանակերտն է, որ մենք ամեն ինչը մոռանանք։ Հիմա ինչու եմ սա ասում։ Հիմա նա անցել է նոր իր գիպնոզի, գիտեք, նա ասենց գիպնոզ է անում մարդկանց, մարդիկ սկսում են իրան լսել։ Եվ ստացվում է, Արտուր, պիտի ընդունենք, որ ստացվում է։ Շատ ցավոք։ Այո, հիմա ասում է Ղարաբաղը չեմ հանձնել, որը սուտ է, ասում է Մեղրին չեմ հանձնել, որը էլի սուտ է։ Իմիջիալոց դու վերջի անգամ ինձ ասեցիր, նրանք հակադարձում են, ասում են դե մենք փողի կարիք ունենք։ Ես նայեցի Չինաստանից Իրան գալիս է ճանապարհ, այդ մեկ գոտի, մեկ ճանապարհ, այդ պրոյեկտը չինական։ 5 երկրով նրանք կառուցել են երկաթուղի, 5 երկիր։ Այդ 5 երկիրներից ոչ մեկը կորիդոր չի տվել, կամ իր տարածքի 74%-ը ուրիշ երկրին չի տվել։ Էդ էլ իրանց պատասխանը։ Հիմա իր հաջորդ քայլը, հաջորդ գիպնոզի քայլը, դա ադրբեջանցիների վերադարձն է։ Որքանով ես հասկանում եմ քեզանից, Նայրա ջան, այնտեղ կան, եւ ուրիշ աղբյուրներից եմ տեսել, այնտեղ կա Միլի Մեջլիսի падգամավոր, որը նաեւ Արևմտյան Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների համայնքի ղեկավար է։ Եվ այդ Արևմտյան Ադրբեջան պրոյեկտի ղեկավար է։ Դա այդպես է, թե չէ, դու ավելի լավ։ Ավելին, այո, ուրեմն Յենի Ադրբեջան, Ադրբեջանի իշխող կուսակցության падգամավորը, միաժամանակ նաև Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպության ղեկավարն է, ավելին տեղեկացնեմ, որ հուլիսի 17-18-ին Բաքվում եւ ադրբեջանական մի շարք այլ բնակավայրերում նախատեսված են մեծ համաժողովներ Արևմտյան Ադրբեջան համայնքի, այսինքն իրանք այնքան վստահ են, որ Նիկոլը հունիսի 7-ին վերընտրվելու է, որ դրանից մեկ ամիս հետո նախատեսված են մեծ ֆորումներ, գիտաժողովներ, համաժողովներ եւ անցնելու են առարկայական քայլերի։ Խնդրեմ։ Հիմա եկեք նայենք, թե նրանք որտեղ են գալու։ Այն օրը հաշվեցին։ Ըստ ադրբեջանական, այո, ըստ ադրբեջանական աղբյուրների, ըստ իրանց աղբյուրների, նրանք ցույց են տալիս, թե որտեղ են ապրել Հայաստանում 88 մինչև 88 թիվը։ Եվ իսկապես ապրել են, մենք գիտենք, որ ապրել են ադրբեջանցիները Հայաստանում, մենք էլ ադրբեջան։ Հիմա երևի տրամաբանական է ենթադրել, որ նրանք կուզենան վերադառնան այն գյուղերը, որտեղ նրանք ապրում էին։ Եվ եթե խոսքը գնում է 300,000 ադրբեջանցի մասին, դա առնվազն 150 գյուղ է, եթե ոչ 200, եթե ոչ 300։ Հիմա ցույց տվեք, խնդրեմ, ցույց տվեք այդ նկարը, որը նրանք մի ադրբեջանցի վերջերս կախել էր Reddit սայթի վրա, թե տեսեք, վերևն էլ աչից բան կա, աղբյուրը կա, այդ օգտագործողի հաշվեհամարը կա եւ իր գրածը։ Այս գյուղերում ապրում են ադրբեջանցիները մինչև 88 թիվը։ Ուշադիր նայեք։ Սևանցիներ, վարդենիսցիներ, Մարտունու բնակչություն, լավ նայեք, տեսեք այս կետերը, տեսնում եք Սևանից դեպի արևելք այս կետերը, մոտ ես օրինակ մոտ 40 գյուղ։ Էս էլ խնդրեմ, էս էլ Ղափանի բնակչությունը, Քաջարան, Սյունիք, տեսեք, հիմա ավելի մոտ Գավառ, այո, Գավառ, Ճամբարակ, այո, սա Սևանի ռեգիոնն է, որ իրանք անվանում են Գոյչա եւ ինչպես ադրբեջանցի մի հատ բլոգեր կին էր ծղրտում, սա իմ Գոյչան է եւ ես այստեղ վերադառնալու եմ։ Այո, դե բնականաբար ես ուզում եմ, որ նաեւ այդ ադրբեջանցու օգտահաշիվը հիմա երևա, որ սա այսպես քարտեզագրված, ուրեմն ցույց է տալիս են բոլոր
գյուղերը, որտեղ ուրեմն վերադառնալու են ըստ իրենց, ըստ ադրբեջանական պետական ուրեմն այլևս պաշտոնական ծրագրի, ազգային ծրագրի ադրբեջանցիները։ Տեսեք, պաշտոնապես գրած է Գոյչայա գրած, Վարդենիսի շրջանում 40 գյուղ եւ Սյունիքում միայն Ղափանի եւ Գեղի այդ գիծը, տեսեք, այդ կարմիր երկար գիծը Սյունիքում տեսնում եք, այնտեղ ստեղծվում է փաստորեն մի ամբողջ գոտի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, մոտավորապես 30 գյուղ վերաբնակեցվելու է իրանց ուզածի։ Եվ եթե դա լինի, փաստորեն մեր տարածքում ստեղծվում է մի գոտի, տեսեք, էս էլ բանն է, հաշվի ադրբեջանցին է, այո, հա։ Ինչ անունը չեմ Հայաստանի ադրբեջանական գյուղերը, որտեղ ապրում են ադրբեջանցիները 88-ից 94 թվականներին, 94-ից այդ իրենց դուրս գալուց առաջ, այո։ Հիմա փաստորեն Սյունիքում ստեղծվում է մի գոտի, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, այդտեղ մի 30-40 գյուղ լինելու են, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, ըստ իրենց ուզածի։ Հիմա, եթե ես ադրբեջանցի լինեի, ես կասեի ներողություն, ես ինչու պետք է Հայաստանում ապրեմ, մի կողմից Ադրբեջանա, մյուս կողմից Ադրբեջանա, այդտեղ 30 գյուղ է, մենք բոլորս ադրբեջանցի ենք։ 100 տարի առաջ այդ ռուս բոլշևիկները անարդար ձևով այս տարածքը տվեցին Հայաստանին, մենք պետք է անարդարությունը ուղղենք, հա, ճիշտ եք ցույց տալի, այ նայեք, Ղափան, Սյունիք, Քաջարան, Գեղի, այո, տեսնում եք Քաջարանը, այո։ Եվ այս մարդիկ ասելու են, բոլշևիկները, ռուսները հայերին վերաբնակեցրեցին այստեղ, ոնց որ Ղարաբաղցիների մասին են, արցախցիների մասին են ասում, չէ՞, դուք ստեղ չեք ապրում, ձեզ ռուսներն են բերել։ Նույն բանը կասեն մեզ, ձեզ ռուսներն են բերել, սա մեր հայրենիքն է, մենք ինչու պետք է կտրված լինենք Ադրբեջանից, Նախիջևանից, մենք հեսա ուղղելու ենք անարդարությունը եւ նրանք այդ միջոցները ունեն, մանավանդ որ մեր այսպես ասած ղեկավարը միանգամից կատարում է իրանց ասածը։ Ինձ մի օրինակ տվեք, երբ որ Ալիևը իրան ինչ-որ բան ասեց ու նա չկատարեց։ Այսինքն մեզանից կախված է ամեն ինչ, մեր դատողությունից, մեր խելքից, ընտրության օրը դուք որոշելու եք 300,000 ադրբեջանցի վերադառնալու է, թե չէ, մեզ մնաց 3 շաբաթ։ Եթե դուք ընտրեք այս մարդուն, կամ դուք տանը մնաք, նա ձեր ձայները գողանա, ինչպես նա հաստատ կանի, դուք փաստորեն համաձայնվում եք, որ 300,000 ադրբեջանցի գա, Սևանի արևելյան մասը դառնա Ադրբեջան, Սյունիքի մեծ մասը դառնա Ադրբեջան, Հայաստանը ընկնի շրջափակման մեջ, հայերը սկսեն արտագաղթել massայաբար։ Դուք դրան համաձայնվում եք։ Եթե դուք пассив եք մնում, դուք չեք գնում ընտրությունների կամ ձեր ձայնը տալիս եք այս անձին, դուք համաձայնվում եք, որ Հայաստան չլինի։ Այս քարտեզն էլ ձեր աչքի առաջ է։ Նայեք, ինձ չեք հավատում, մի հավատացեք, գնացեք ինտերնետ, քարտեզը այնտեղ կախած է, թե նրանք որտեղ են ուզում վերադառնալ։ Դուք որոշեք, Վարդենիսի ժողովուրդ, որոշեք, Սյունիքի ժողովուրդ, որոշեք։ Ուզում եք էլի գարմորթեք իրավոտերի տակ, բայց իմացեք ձեր գլխին ինչ է գալու, այդքան բան։ Արտուր ջան, իսկ միգուցե մենք էլ մի հակընդեմ, ինչպես այս ադրբեջանցիներն են արդեն շատ ակտիվ տարածում քարտեզներ, մենք էլ մի հատ քարտեզ սարքենք Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ, Մարաղա, բոլոր են բնակավայրերի, որտեղ ապրել են 100,000-ավոր հայեր, Շահումյանի շրջան, այո, այդ ամբողջ 100,000-ավոր հայեր։ Եվ ես հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում, հա, մեր հայրենակիցների վերադարձի հարցը, նրանք սկի Արցախ վերադարձի հարցը չեն բարձրացնում, բայց ես կարծում եմ, որ ես չգիտեմ ինչ խորհրդարան է ընտրվելու կամ ընդհանրապես ես շատ վատ կանխատեսումներ ունեմ խորհրդարան ընտրվելու է թե չէ, բայց ես առաջարկելու եմ, որ ինչպես Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցները ողողել է ադրբեջանցիների վերադարձով, մենք եւս միջազգային իրավունքի տառին կետին համապատասխան բոլոր միջազգային կառույցները ողողենք թե արցախցիների վերադարձով հիմք ընդունելով նաև Եվրոպական պարլամենտի տասնյակ բանաձևերը, հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 17-ի Հաագայի արդարադատության դատարանի բանաձևը, որը ասում էր Ադրբեջանը պարտավոր է լեգիտիմ պայմաններ ստեղծել արցախցիների Արցախ վերադարձի համար եւ փորձենք այդպես աշխատել։ Իսկ ինչքան մենք զիջենք, այնքան
Ադրբեջանը, այսպես ասած, ոդկա դնելու է գազին եւ սեղմելու է, ուրեմն հիմա ուզում եմ Արտուր մենք անդրադառնանք հարցերին, որտեղ արդեն շատ հարցեր են եկել, զուտ ամփոփելու համար Արտուրի վերջի խոսքը, ես ուզում եմ հիշեցնել Հունգարիայի օրինակը, սիրելի հայրենակիցներ, Հունգարիայում միջև վերջի րոպեն, միջև անգամ ընտրության օրը փողոցում անցկացվող էգզիտ պոլը տալիս էր, որ 16 տարի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը 51% ձայն է ստանում եւ հաղթում է։ Ինչ արեց հունգարացի ժողովուրդը, լուր մնաց, ամիսներով իրան փողոցում հարցնում էին ում եք ընտրելու, ինքը ձայն չէր հանում, կամ վախենալով աշխատանքը կորցնել ասում էր գործող ռեժիմին, բայց ինչ արեց, ինքը լուր պրոտեստ արեց, 74% գնաց ընտրական տեղամաս եւ դա եղավ Հունգարիայի պատմության մեջ, ինչպես ասում են հունգար քաղաքական վերլուծաբանները, ամենամեծ սյուրպրիզը։ Ես հույս ունեմ, որ դուք տանը չեք նստելու եւ մենք ունենալու ենք իրապես արդար ընտրություն։ Հիմա այնքան շատ հարցեր ա եկել, Կարինե Մկրչյան կարծեմ, ինչու անկեղծորեն չեք խոստովանում, որ Նիկոլը ի տարբերություն ընդդիմության ամենագրագետ Քարոզարշավն ա տանում, ամիջապես տիկին Կարինեին պատասխանել է մեր գյումրեցի օկտատերը, ասելով ինչ ամենագրագետ, ինքը ամենա հիստերիկ եւ փողոցային բառապաշարով ընտրությունն է ուրեմն տանում, ուզում եմ մի քանի հարց միանգամից տալ, որ Արտուր դու էլ պատասխանես, այո, համաձայն եմ գյումրեցի մեր գործընկերոջ հետ, Նիկոլը տանում է, ինչպես իմ գործընկերներից մեկը ասեց, լրագրող ամենանագլի կներեք այդ բառի համար Քարոզարշավը, բայց եկեք ընդունենք, որ եթե ինքը համառորեն վազում է իրան մերժողի հետևից, ասում է չէ արի, ես քեզ պիտի բացատրեմ, դու պիտի լսես ինձ, նա ասում է չեմ ուզում լսեմ, ասում է դու ինձ պիտի լսես, եւ նա բերում է իր դաշտ, մտցնում է իր օրակարգ եւ պատմում է իր ֆեյք ճշմարտությունը, նույնը պիտի անի մեր ընդդիմությունը, հարգելի իմ գյումրեցի գործընկեր, ընդդիմությունը ոչ թե պիտի ասի վայ ինձ չեք սիրում, ես ձեր տուն չեմ մտնում, ես ձեր փողոց չեմ մտնում, այլ այսպիսի մոլագարությամբ, հենց ֆանատիզմով պիտի գնա նաև այն մարդկանց մոտ, ովքեր կերել են նախկինները, թալանը, Արցախը դեռ 91 թվին էր հանձնված կուտը եւ նրանց հետ աշխատի։ Հիմա ձեզ հարց կա Պարոն Խաչիկյան, Քոչարյանը 10 տարում չլուծեց Արցախի հարցը, թույլ Ադրբեջանի ժամանակ, երբ Ալիևը գլուխը կախ էր ման գալիս եւ Քոչարյանը սահմանային հանդիպման ժամանակ վրանի տակ ինչքանով ծախվեց, դե գիտեք, ես չեմ կարծում, որ այդ վրանի տակով ինչ է ծախվել, պարոն Խաչիկյան, ես նկատում եմ, որ դուք ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը շարունակելու կողմնակից եք, չեք կարծում, որ եթե մենք դառնանք ԵՄ անդամ, դա շատ ավելի լուրջ հեռանկար է Հայաստանի համար, սրան գումարեմ նաև Անդրանիկի հարցը, ԵՄ Պաշտոնյան ասաց, որ դիտարկում են Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցը եւ այս 3 հարցը ձեզ է պարոն Խաչիկյան, Քոչարյանը ինչքանով է ծախել Արցախը վրանի տակ եւ դուք ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի կողմնակից եք, չեք կարծում, որ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ավելի շատ կշահի, խնդրեմ։ Մանավանդ որ ԵՄ-ն ինչպես բարձրաստիճան Պաշտոնյանը ասել, պատրաստ են քննարկելու այդ հարցը, իմ ականջակալը էլի փոխվեց, խնդրեմ Արտուր։ Շատ կարճ պատասխանեմ, առաջինը ես միայն փաստերով եմ խոսում, ով որտեղ ինչ է արել վրանի տակ ես չեմ կարող ասել, այո, փաստը այն է, որ առաջի նախագահի ժամանակ մենք հաղթեցինք, Ղարաբաղը պաշտպանեցինք, Ղարաբաղը հայկական էր, փաստը այն է, որ երկրորդ նախագահի օրոք բանակցություններ վարվում էին Ղարաբաղի անկախության մասին եւ որոշ զիջումների գնում էր Հայաստանը, Ղարաբաղը կարող է դառնալ անկախ, երրորդ նախագահի ժամանակ մի քանի պլաներ քննարկում, սրա մասին շատ անգամ խոսել եմ,
Եվ ի վերջո մի պլան մշակվեց, որով պետք է մենք զիջեինք 5 շրջանը, 2 շրջանը մնում էր, ապագայում Ղարաբաղում անցկացվում էր հարաքվե։ Այդ պլանը քննարկվում էր եւ մենք մոտիկ էինք ինչ որ լուծման։ Ես չեմ ասում, որ հարցը լուծվել էր։ Իհարկե լիովին չէր լուծվել, բայց միթե սա ավելի լավ էր ոչնչացնել Ղարաբաղը, քան շարունակել հետևականորեն քայլ առ քայլ տանել դեպի ինչ որ խաղաղ լուծման։ Հետո այս անձին առաջարկել էր Մինսկի խումբը կոմպրոմիսային փոխզիջման հիմքի վրա խաղաղ լուծման պլան։ 19 թվականին մի հատ հունիսին, մի հատ ապրիլին։ Ապրես Նայրա ջան, շատ էլ լավ հիշում ես։ 19 թվականին 2 անգամ իրան առաջարկել են խաղաղ լուծում, ու նա մեզ խոստացել էր խաղաղ լուծում։ Ես ինչու իմ էջ խելքով դուրս եկա ու սրան սկսեցի աջակցել այդ սև ապրիլին 18 թվի, որովհետև ես էլ էի ուզում, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ձևով լուծվի։ Ես էլ էի ուզում, նա էլ էր մեզ խոսք տվել, բայց նա երբ որ իրան հարցնում էին ինչի մասին եք բանակցում, փողոցային խուլիգանի լեզվով մատեր թափտալի եւ ասում էր ինչ կուզենք կենել կբանակցենք։ Մեր բակի բեսեդկայում, այո, հա։ Այո, մեր բակի բեսեդկայում մենք չենք խոսում սենց իրար հետ։ Ու սա խոսում էր երկրի ղեկավար։ Նա պատասխանատվություն է կրում խաղաղ լուծման պլանը մերժելու համար, պատերազմը սադրելու համար, բանակցություններից դուրս գալու համար, ասելով որ ես կդիմեմ Ադրբեջանի ժողովրդին, այսինքն Ալիևի գլխի վերևից նա խոսալու է Ադրբեջանի ժողովրդի հետ, որը սադրանք էր Ադրբեջանին, որ նա սկսի պատերազմը, եւ նա չկանգնեցրեց պատերազմը։ Եվ նա դուրս եկավ նոյեմբերի 9-ի պայմանագրից, որով այնտեղ դեռ մնում էին հայեր։ Այսինքն այս մարդը մի 10 անգամ կատարել է պետական դավաճանություն մեր ժողովրդի նկատմամբ։ Իսկ նախորդ երրորդ նախագահները, ես չեմ ասում որ նրանք իդեալական են, իհարկե ոչ ոք էլ հրեշտակ չի։ Իրենց ժամանակ են եղել նեգատիվ բաներ, այո, բաց թողումներ եղել են, բայց նրանք Ղարաբաղ չեն հանձնել։ Հիմա անցնելով իր ընտրարշավին, նա գրագետ է վարում, որովհետև իր կողքը կան ֆրանսիական խորհրդատուներ, անգլիական խորհրդատուներ, ամերիկյան խորհրդատուներ, Թուրքիայից իրեն օգնում են, այնտեղ մի հսկայական թիմ է աշխատում իր հետ։ Իրեն Արտուր ջան, մի հատ հակադարձեմ էլի քեզ։ Ընթացքում հակադարձեմ։ Մեր ընդդիմությունը աղքատ է, մեր ընդդիմությունը հարուստ է, բայց ինչի այդ խորհրդատուներից չկան իրանց կողքը։ Եվ ընտրված են այնպիսի խորհրդատուներ, որոնք պրավալային են։ Նույն մարդիկ 5 անգամ տապալել են բողոքի շարժումները, 5 անգամ ճանճի պես են խորովածը, որ կրակից հանում ես, ճանճերը հավաքվում են, չէ՞ որ լավաշը դնում ես, որ ճանճ չնստի վրան։ Ճանճի պես հետ են գալի ամեն անգամ, որտեղ մեր ընդդիմության գլուխը երկրագնդից մեծ է։ Նրանք բոլորը իծնե Շարլ դե Գոլեն ու Մարշալ Զուկով են, հենց որ ծնվում են, նրանք արդեն Հայաստանի ղեկավար են դառնում։ Մի ամսական տարիքում նրանք պետքա թագավոր դառնան։ Մեր ընդդիմությունը մեծ թերություններ ունի, այո, նրանք էլ միջոցներ ունեն, բայց նրանք ոչ մեկին չեն լսում։ Իսկ այս մարդը գոնե լսում է, այս անձը, բայց իր տեղը այս ամբողջ արշավը վարում է արևմուտքը, արևմտյան գործակալներ, եւ այո, որոշ բաներ ճիշտ են անում։ Ինչ որ բան ես բաց թողեցի, Նայրա ջան։ Չէ, կարծես թե ոչ, մեր հայրենակիցը Գյումրիից, հա, ասում է, որ այս իշխանությունը ուրեմն հիմնահատակ քանդեց առաքելական եկեղեցին, միանշանակ դուք հա, ինչ որ գրեհիկ բան են գրել ձեր հասեին, որ չեմ էլ ուզում կարդալ, ուրեմն եւ ամեն օր գրում են, ես չեմ էլ հա, դա ծիծաղալույա, հա, այս Անդրանիկ Բարսեղյանը բնականաբար արդեն ակնհայտ է, որ Նիկոլի ընտրողն է, բայց մենք ձեզ էլ կպատասխանենք Անդրանիկ փաստորեն Սամոն ադրբեջանցիների համար Սամո ասելով նկատի ունի Սամվել Կարապետյանին 300,000 աշխատատեղ է բացում, հեգնում է ընկեր Անդրանիկը, որ Սամվել Կարապետյանն ասել է 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի է գալու, չէ, Անդրանիկ, քո Նիկոլը, որտեվ ակնհայտ է, որ դու Նիկոլի ընտրող ես, ասել է, որ դա ֆեյք է եւ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ ասում են, որ չի գալու որևէ մի հատ ադրբեջանցի։ Սամվել Կարապետյանի առաջարկը կարծում եմ իրենք կհիմնավորեն, ես Սամվել Կարապետյանի փաստաբանը չեմ, ես Սամվել Կարապետյանի թիմի ներկայացուցիչը չեմ, ես ընդամենը ուզում եմ, որ մենք ունենանք հայկական պետություն։ Սա է ուրեմն ամբողջ խնդիրը, այն ամեր գյումրեցի ընկերը Անդրանիկին արդեն ձեր փոխարեն պատասխանեց,
ուրեմն Դե թող խոսեն իրար հետ, Նայրա ջան, ուրիշ հարցեր կան։ Հա, այո, հարցեր կան, ուրեմն ինչ պիտի անի ընդդիմությունը երկուսիս աղուված, որ հունիսի 8-ին հիասթափված ժողովուրդը, որովհետև բոլոր երկրներում, ովքեր նման ծանր պատերազմ են տարել, կա հետպատերազմյան դեպրեսիայի սինդրոմ, այո, համաձայն եմ ձեզ հետ, եւ դժվար է այդ ժողովրդին, ով մի անգամ հավատացել է Նիկոլին եւ այդքան դուրս է եկել, նորից համոզել։ Գիտեք, ես կարճ պատասխանեմ հարցին եւ փոխանցեմ պարոն Խաչիկյանին, ես հասկանում եմ, իսկապես անկեղծորեն հասկանում եմ հասարակության այն հատվածին, ով ասում է ես 18-ին այնպես եմ խաբվել, որ դու ոչ մի այլևս մոտիվացիայով ինձ տնից չես հանի եւ ես չեմ գնա անդրատեղամաս։ Okay, մի գնացեք, եթե ձեր մոտիվացիան հայրենիք չունենալն է, եթե դա, որ դուք կարող եք հայրենիք չունենաք, որ դա ձեզ համար մոտիվացիա չի, ես ոչինչ չունեմ ասելու, ես իսկապես հասկանում եմ ձեր հիասթափությունը, հա, բայց ես հասկանում եմ նաև, որ ինձ համար ամենամեծ մոտիվացիան է, ես անկեղծ խոստովանություն անեմ, մենք պարոն Խաչիկյանի հետ այդ մասին շատ ենք խոսել, սենց բացում նայում եմ ընդդիմադիրների ցուցակները, եթե հիմա ես շատ անկեղծանամ, ես կարամ դնեմ ծերիսեր ջախջախեմ, բոլորը, անխնդիր բոլորի ցուցակները եւ կասեմ ոնց ես այս մարդկանց ապագա կվստահեմ, բայց ես հասկանում եմ, որ այն ինչ մենք ունենք այսօր, դա բացարձակապես հայկական օրակարգ չի, այս մարդիկ գոնե բերում են հայկական օրակարգ, խնդրեմ պարոն Խաչիկյան, ինչ անել, որ ապատիկ մասան, որ 18 թվականին ահա որ խաբվել է, նորից գնա ընտրության, չեն ուզում գնան մարդիկ։ Նայրա ջան, ոչ միայն 18 թվականին, ոչ միայն 20 թվականին, 21 թվականին, 22-ին, այդ Զարթնիր Լաոն, Ղարաբաղի հայաթափումը, պատերազմը, ամենավառ օրինակը Սրբազանի շարժումը, քանի հազար մարդ էր դուրս եկել Երևանում փողոցներ, քանի հազար մարդ էր դուրս եկել, մի 50,000 կլներ, իմ կարծիքով կլիներ։ Ես այնտեղ էի, երբ որ Երբ? Չէ, Սրբազան, ես ձեզ կարող եմ թիվ ասել, 78,000 մոտավորապես մարդ ա եղել, ես էլ եւ դուք էլ եղել եք այնտեղ։ Ես հասկանում Լրիվ հասկանում եմ։ Երկուսով Անդրեևի տակ ենք մնացել Չարենցավանով։ Այո, հրազդանով, Չարենցավանով, ես հասկանում եմ այն մարդուն, ով ասում է ես չեմ գնալու ընտրատեղամաս, որտեվ դուք բոլորդ ինձ 5 անգամ խաբել եք։ Ես հասկանում եմ։ Դե հասկանալի է, ճիշտ է, որովհետև այդ ճանճերը էլի գալիս են, այդ նույն մարդիկ, նույն խորհուրդ տվողները, նույն տեխնոլոգները, որոնք տվեցին հանճարեղ խորհուրդ մի ժամ եմ տալիս, հետո մի ժամ 15 րոպե եմ տալիս, բան էլի ձեցքի սատ, մանկապարպես։ Այո, համաձայն եմ։ Հասկանում ենք ձեզ, Ժորժ ջան, այո, բոլորիս հիասթափեցրել են, շատ անգամ հասկանում ենք։ Գնացեք ձեր ուզած մարդուն ընտրեք։ Եթե այսպես ասած նախկիններին չեք ուզում, մի ընտրեք նոր մարդկանց, այնտեղ նոր մարդիկ կան։ Մի քանի քաղաքական ուժ կա, որը հաղթում է շեմը։ Ուրիշին ընտրեք, ում ուզում եք ընտրեք։ Հիասթափված եք, մի նոր մարդու ընտրեք, նոր մարդիկ էլ կան։ Բայց տանը մի մնացեք, որտեղ ձեր ձայները ընկնելու է այս դավաճան խմբի ձեռքը, որը 2-3 ամիս հետո մեր եկեղեցին է կազմալուծելու, անկլավները արդեն խոստովանելու է, որ զիջել է եւ ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան։ Հայաստան չի լինելու։ Մենք հասկանում ենք ձեր հուսահատությունը, բայց տանը մի նստեք, գնացեք, ձեր ուզած մարդուն ընտրեք, այնտեղ մի քանի ուժ է շեմը հաղթահարում, Նայրա ջան։ Պարոն Կարապետյանը, Հայաստան Դաշինքը, պարոն Ծառուկյանը, հա, մոտ են շեմին, Հայաստանը եւ Ծառուկյանը, ես չեմ հավատում այդ վճարովի սոցհարցումներին, իրանք մոտ են շեմին, բայց այո, 3 ուժ այս պահին կարծես թե ուրեմն հաղթահարում է շեմը, այո։ Այսինքն, եթե իրանք ընտրեն ուժերի, այո, իհարկե կան, եթե իրանք ընտրեն են ուժերին, ովքեր ուրեմն շեմը չեն հաղթահարում, իրանք ավտոմատ ուրեմն օգնելու են այս իշխանությանը, այստեղ մի հարց կա, հա, ես ինչի էի արագ բացում ստատիստիկան, մեր հայրենակիցներից մեկը հարցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ ուրեմն
Կապանում հայտարարում էր, որ 5 միլիոն է դարձնելու ժամանակին կապանում, հիշում եմ այդ իր ելույթը, որ մադրիդյան սկզբունքները թափահարում էր եւ ասում էր սրան եք ուզում վերադառնամ, երբ որ դա իսկապես շատ լուրջ եւ շատ հերանեկարային փաստաթուղթ էր եւ նույն Ալիևը 16 թվականի նոյեմբերին խոստովանեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում ահա այդ մադրիդյան սկզբունքներով իրենց ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Հիշում եմ, հարգելի հայրենակից ազատ խոսք, այո, այսպես է ներկայացել, կապանում ասում էր 5 միլիոն ենք դարձնելու Հայաստանի բնակչությունը, վերջի թիվն եմ հրապարակում, այն կապանում, որտեղ վերջի 8 տարիներին 22%-ով բնակչությունը նվազել է եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի բնակչությունը ոչ թե ուրեմն աճել է, այլ Հայաստանի բնակչությունը նվազել է։ Այո, ուրեմն միանում եմ պարոն Խաչիկյանին, մենք հասկանում ենք ձեր հուսահատությունը այն քաղաքացիների, ովքեր շատ մեծ փոփոխությունների սպասումներ ունեին նաև պատերազմից հետո ընդդիմադիր բոլոր շարժումների ժամանակ, բայց մենք հասկանում ենք նաև, որ նստելով տանը դուք նպաստելու եք այս ռեժիմի վերարտադրությանը։ Պարոն Խաչիկյան, այսպիսի մի հարց ձեզ, Ալիևը ասում է, որ հայերին պետք չէ պաշտպանել ինձանից, այսինքն դուք վստահ եք, որ Ալիևը այլևս երբեք որևէ պարագայում չի հարձակվելու եւ պատերազմ չի սանձազերծելու, խնդրեմ։ Շատ լավ Նայրա ջան, ես մոռացա պատասխանել նախորդ հարցին, թե արդյոք ԵՄ-ի անդամ դառնալով մենք ավելի լավ չի, այո, ավելի լավ չի ԵՄ-ն ըստ մեր օգտատիրոջ, դա շատ ավելի հերանեկարային շուկա է, քան ուրեմն ֆեոդալական օլիգարխիկ Ռուսաստանը։ Եթե խոսքը գնում է շուկայի մասին, ես էլ դու էլ վաղուց ասել ենք, մենք կողմ ենք, որ Հայաստանը առևտրական հարաբերություններ զարգացնի ԵՄ-ի հետ, եւ ԵՄ-ն իր շուկան բացի մեր արտադրանքի համար, որ նրանք չեն անում։ Մենք ունենք ՍԵՊԱ-ի պայմանագիր 17 թվականի Սերժ Սարգսյանի ժամանակվա պայմանագիր, որպեսզի մենք տնտեսական կապեր զարգացնենք, դու կողմ ես, ես կողմ եմ, որ լինի առևտուր, ես եմ կողմ։ Վիզաների ազատականացում, շատ կողմ եմ, երկու ձեռքով կողմ եմ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնմանը, թե քաղաքական, թե մշակութային, թե առավել եւս տնտեսական, բայց Արտուր ջան, իտալացի, իսպանացի ֆերմերը թողելու է, որ իր պոմիդորը չվաճառվի, այստեղից հայկական պոմիդոր գնա։ Մի հատ խնդրում եմ ասես, էլի։ Ես քեզ հարց տամ, մեր շուկայում պատկերացրա այն պրոսպեկտի շուկան, որ անընդհատ ջուր է լցվում այդ անցումը անձրևի ժամանակ։ Պատկերացրա, որ այդ շուկա մտնում է ֆրանսիացին, իտալացին, իսպանացին, սկսում է լավաշ վաճառել, շուջուխ վաճառել, լոլիկ, ծիրան վաճառել ու մեր վաճառողների բանը ոնց են ասում, դե շահույթը ընկնում է։ Նրանք նայում են, որ իրանց ապրանքը ոչ ոք չի առնում, իսկ կողքի իտալացու, ֆրանսիացու պամիդորը առնում են։ Մեր հայ մարդը ինչ է անելու։ Չի մոտենա, ասի, ներողություն, դուք ինչու եք եկել իմ երկրում։ Գնա կառավարության դիմաց ցույց անի, ոնց որ իտալացի, իսպանացի ֆերմերներն էին անում, երբ որ Եվրոպական միությունը քվոտայից մի քիչ ավելի շատ Մարոկկոից նարինջ եւ այլ ուրեմն բանջարեղեն ներկրեց։ Մենք շատ ենք խոսել Եվ Ուկրաինայից, այո, ցորեն։ Մենք շատ ենք խոսել, սիրելի հայրենակիցներ, մենք դեմ չենք, ես ինքս Եվրոպայի մարդ եմ, Եվրոպան իմ կուռքն է, ես շատ սիրում եմ Եվրոպան, բայց ես ուզում եմ իրատես լինեք, եթե ես իմանամ, որ մեր գյուղատնտեսական արտադրանքը, իդեպ, որի ստանդարտների համապատասխանեցումը շատ կասկածելի է, այդ սելիտրաները, այդ պարարտանյութերը, որ օգտագործվում է, դրանք չեն անցնելու ԵՄ չափորոշիչները, հավատացեք, բայց արդյոք ԵՄ-ն պատրաստ է իր շուկան բացել մեր առջև։ Արտուր, դու ԵՄ որևէ պաշտոնյայից, դու էլ ես շատ լինում Եվրոպայում, ես էլ լսել ես, որ իրանք ասեն, այո, մենք պատրաստ ենք մեր շուկան, տնտեսական, մեր տնտեսությունը բացել ձեր, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների կամ ձեր գինիների առաջ։ Սիրելի հայրենակիցներ են, որ ասում են մենք ու մենք ենք խոսում ենք, էլի։ Դուք գիտեք, որ հայկական գինիների որակը բացառությամբ մի երկուսի զորահ եւ այլն կատաստրոֆիկ է։ Այնտեղ
խաղողից ստացած սպիրտ չկա։ Այնտեղ այն ժամանակ նույն Նիկոլն էր ասում, մի հատ տեսեք այդ Պարսկաստանից, որ ներկրում են այդ տարբեր տեսակի գույները եւ ես չգիտեմ ինչերը, կամ այդ տրանս յուղերը, որ օգտագործվում է մեր գյուղատնտեսական արտադրանքի մեջ, թթվասեր մածուն։ Ձեզ թվում է Եվրոպան թողելու է, որ դու, չգիտեմ ինչի սպիրտին կարմիր գույն տաս, վրեն գրես հայկական անուն, չեմ ուզում անունները տար, որևէ մեկին հակաքարոզչություն անեմ ու տանես իր շուկա, ինքն էլ մեռնի, իհարկե չի թողելու։ Ինչի մասին է խոսքը։ Եվ հետո Նայրա ջան, իսկ ինչու մենք պետք է անպայման Ռուսաստանից կտրվենք, որ նոր Եվրոպայում պամիդոր ծախենք։ Իսկ չլինի մենք երկու տեղն էլ ծախենք։ Ադրբեջանին ստիպում են, որ նա Ռուսաստանի հետ խզի կապերը, որ Եվրոպայի հետ բիզնես անի։ Ոչ, նույն թուրքական Փարիզի կենտրոնում դու չես տեսել, հենց Մոնոպրիում, Քախվուղում, Ֆրանկպրիում, բոլոր սուպերմարկետներում Թուրքիան եւ Ադրբեջանին է վաճառում եւ եվրոպական շուկա է հանում։ Իսկ ինչի մենք չենք կարող բալանսավորել։ Ինչու պետք է մենք ռուսների հետ կռվենք, եթե թուրքերը չեն կռվում, ադրբեջանցիները չեն կռվում, չինացիները չեն կռվում, հնդիկները չեն կռվում, ամերիկացիները չեն ուզում կռվեն այլևս հիմա։ Չեն կռվում, այո, ինչու եք մեզ կռվածնում Ռուսաստանի հետ։ Ես էլ դու էլ կողմ ենք, որ լինեն տնտեսական կապեր Եվրոպայի հետ, բայց Եվրոմիության անդամակցություն ով է մեզ ասել, որ մենք դառնալու ենք Եվրոպայի միության անդամ։ Ոչ ոք։ Նրանք ասել են կաջակցենք, կքննարկենք, կխոսենք, քչենք ականջի հետևը։ Ձեր ցանկությունը, կքննարկենք, ձեր այո, 40 տարի Թուրքիան սպասում է, որ իդեպ Թուրքիան անդամության տեխնացու է։ Այո, եւ Կիպրոսը Եվրոմիության անդամ չի։ 74 թվից Թուրքիան գրավել է հյուսիսային Կիպրոսը։ Ինչ արեց Եվրոպական միությունը։ Օգնեց Կիպրոսին։ Այսինքն ես այս օրինակը բերեմ, Նայրա ջան, մի քիչ հասարակ օրինակ, օրինակ մարդ կա, օրինակ տղամարդ կա, որ ասենք երբ որ ինչ որ ռոմանտիկ նախաձեռնություններ ա ուզում կազմակերպել իր ընկերուհու հետ կարող է գնա ասենք Ծաղկաձոր կամ Դիլիջան, չէ՞, օրինակ ընկերուհին այդ գործարքի համար շատ հարմար բան է, չէ՞, հենց ընկերուհու հետ են այսպես բանում։ Բայց որ ասենք ձեր բակում լինի ինչ որ վիճաբանություն կամ կռիվ, դուք ում եք զանգ տալու ձեր ընկերուհուն, որ նա գա ձեզ օգնի այդ հարցով, թե հեղինակավոր տղաներին ձեր թաղամասի, չէ՞, այսինքն ամեն մեկը իր տեղը ունի։ Եթե դուք ունեք անվտանգության խնդիր, դուք դիմում եք հեղինակավոր տղաներին կամ ինքներդ ձեզ, որը ավելի ցիվիլ է իդեպ, բայց մեր մոտ երկուսն էլ կա։ Բայց դուք չեք կանչում ձեր սիրուհուն, որ նա գա ձեզ պաշտպանի, չէ՞։ Եվ հակառակը դուք ձեր բանի թաղի տղաներին չեք տանում Ծաղկաձոր ռոմանտիկ գործողությունների համար։ Դե առնվազն մեր ժամանակ տենց էր։ Հիմա ամեն բանը ունի իր տեղը, ռազմավարական հարցով Եվրոպան մեզ չի կարող օգնել։ Ուկրաինային նայեք, Ուկրաինայի օրը տեսակ, Վրաստանին նայեք 2008 թվին եկան օգնեցին վրացիներին, մեզանից 10 անգամ ավելի կարևոր է իրանց համար Վրաստանը։ Օգնեցին, չէ։ Եթե ուզում եք օդեկոլոն բերեք, Եվրոպա գնաք ֆրֆրակ, Եվրոպա տեսնեք, ես 4 ձեռքով կողմ եմ։ Իհարկե ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը գնա, Եվրոպան տեսնի, եվրոպական մշակույթը տեսնի, տնտեսություն ունենանք, կապնենք մեր տնտեսությունը Եվրոպայի հետ, առևտուր զարգացնենք, բայց ռազմավարական ձևով Եվրոպան մեզ չի կարող օգնել, նա չունի այդ ուժը։ Ֆրանսիան ինքը իրան չի կարողանում պաշտպանի Թուրքիայից։ Տեսեք Ուկրաինային ինչ օրը գցեցին։ Դուք ուզում եք Ուկրաինա դառնանք, որ մենք դառնանք պլացդարմ Ռուսաստանի դեմ։ Դա տարբեր բաներ են։ Իդեպ երեք հենց Վալոդինը Դումայի նախագահը հստակ ասեց, շատ հանգիստ, դու գիտես, որ ես չեմ սիրում Ռուսաստանը եւ այդ մասին մենք շատ ենք խոսել, բայց ես հասկանում եմ, որ դու չես կարող կտրել այն ծառի ճյուղը, որի վրա նստած ես, որտեղ որպես մինիմում դու կընկնես եւ ողնաշարդ կջարդես, իսկ որպես մաքսիմում դու կմեռնես, ասեց, որ այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, հենց այդպես նույն ձևով ամեն ինչ սկսվել է Ռուսաստանում, այստեղ մենք ուրեմն Պուտինն էլ ասեց Ուկրաինայում մեր ինչ որ ZTM օկտատերը нельзя допустить, чтобы у власти оказались олигархи, я абсолютно с вами согласна, բայց այստեղ օլիգարխների մասին խոսք չկա, այստեղ խոսքը քաղաքական ուժերի մասին է, ովքեր ասում են, որ այո, մենք ոչ թե գալու ենք եւ պատերազմ ենք բերելու, ինչպես ասում է
ռեժիմը, այլ արժանապատիվ կետից ենք սկսելու նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցությունները Ուրեմն եւ մի հարցել դրանով ամփոփենք, որտեղ արդեն շատ երկար ենք խոսում, եվրոպական շուկան չի կարող փոխարինել Հայաստանի թե տնտեսական, թե անվտանգային պահանջները։ Մեր օգտատիրոջ հետ ես միանշանակ համաձայն եմ, կրկնում եմ, կարող է, եթե Եվրոպական միության երկրները դա թույլ տան, Եթե Իսպանիան, Հունաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ասեն եկեք մեր տնտեսությունը վնասներ կրի, բերեք Հայաստանի տնտեսությունը զարգացնեք, բայց ես դեռևս ամեն ամիս լինելով Եվրոպայում, դեռևս էշ եվրոպացի կամ Դաստայևսկու իդիոտի նման եվրոպացի, որ իր շահերը չիմանա, չեմ տեսել։ Դուք տեսնում եք, շատ ովքեր գնում են, այդ արտաքին ֆոնը թողեք, Արտուրն էլ կասի, ես էլ կասեմ։ Դուք չգիտեք, թե նույն Փարիզի, Ամստերդամի, չգիտեմ, Լոնդոնի կենտրոնում ինչ ցույցերա, որ ուկրաինացիներին բերել եք եւ իրանք մեր հաշվին, մեր հարկերի հաշվին փող ու նպաստ են ստանում եւ մեր աշխատատեղերը զբաղեցնում են։ Ձեզ թվում է Եվրոպացիները հայերին ավելի շատ են սիրելու, քան ուկրաինացիներին, չէ։ Ուկրաինան իրան շատ ավելի է պետք, քան Հայաստանը։ Թեկուզ միայն տարածքի եւ բնական ռեսուրսների առումով։ Խնդրեմ Արտուր, որպես ամփոփում ասեմ, Նայրա ջան, միանգամից, ես Ֆրանսիայում շատ եմ լինում, շատ սիրում եմ Ֆրանսիան եւ Ֆրանսիան արժանի է ավելի պատվավոր ղեկավարի, քան այս Շարլ Ազնավուր երկող 5 երեսանի մարդում 11% ռեյտինգով Ֆրանսիայում ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչ են անում Ֆրանսիայի ֆերմերները, երբ որ նպաստը, պետական նպաստը մի քիչ կրճատվում է, կամ եվրոպական շուկայում իրենց դիրքերը զիջում են, մի անգամից գործադուլ, մի անգամից փակվում է ամբողջ երկիրը, բոլոր ճանապարհները Ֆրանսիայի փակվում են, իրանց մի անգամից միանում են տարբեր բնակավարներում աշխատող մարդիկ, տրանսպորտը կանգնում է, օդանավակայանները կանգնում են, գնացքները կանգնում են, մետրոն կանգնում են, ամբողջ երկիրը կանգնում է։ Ֆրանսիացիները մեր պես չեն։ Նրանք իրար ուս են պահում։ Մենք մի քիչ ավելի ինդիվիդուալիստ ժողովուրդ ենք, ամեն մեկը իր մասին է մտածում։ Բայց ֆրանսիացիները այդ բանը ունեն, solidarity, էլի ոնց է հայերեն չգիտեմ։ Համերաշխություն։ Ամբողջ երկիրը, համերաշխություն ապրես։ Ամբողջ երկիրը կանգնելու է։ Եթե ասենք ֆրանսիական ֆերմերները ասեն, գիտեք, եթե չի է, Նայրա ջան, եղել է, տեսել ենք մեր աչքով, տեսել ենք, որ Լեհաստանում սկսեցին վաճառել Ուկրաինայի արտադրանքը, Փարիզի կենտրոնում տրակտորներով մտնում էին ռեստորանի մեջ, թրիկ էին ցրում մարդկանց վրա, ասում են դուք մեզ չհամարձակվեք, ձեր տակ մեր գրպանը ձեր չտակ։ Չթողնեք Ուկրաինան այստեղ արտադրանք վաճառի։ Մեր աչքերի առաջ Բարսելոնայում ես էլ դու էլ տեսել ես, տրակտորներով գնում են, փողոցները փակում են, ասում են արգելեք, Ուկրաինան չպետք է արտադրանք վաճառի։ Կոնկրետ օրինակ, Երևանի շուկայում, եթե դուք ձեր միսը 6000 դրամով եք ծախում, ձեր կողքը իտալացին, ֆրանսիացին 4000 է ծախում։ Բոլորը գնում են իտալացու, ֆրանսիացու մոտ, ձեր միսը փդում է, դուք տակ եք տալի, մնում եք փողոցում։ Դուք ինչ կանեք, չեք գնա կառավարության շենքի դեմ ասեք, ես ինչ արեցիք մեր գլխին։ Այդ նույն բանը անելու է Ֆրանսիան։ Այո։ Այո։ Եվ մեր հայրենակիցը չգիտեմ, ենթադրում եմ ԵՄ երկրից է, չգիտեմ որ երկրից, մենք պայքարում ենք ԵՄ-ից դուրս գալու համար եւ մի օր դուրս ենք գալու, ես չգիտեմ որ երկրից եք, իհարկե ԵՄ-ն ինքը կայացած ուրեմն կառույց է, քաղաքական, տնտեսական, բայց ես նորից եմ կրկնում, ԵՄ-ն որևէ առաջիկա 50 տարում մեր առնվազն տարածաշրջանում իր սահմանները ընդլայնելու որևէ ծրագիր չունի, սա ասում եմ ես, մի մարդ, ով 11 տարի ղեկավարել է Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, ով եղել է Հայաստան ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ով եղել է Եվրանեստի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ եւ ով ամեն ամիս լինում է եվրոպական այս կամ այն կառույցում եւ որպես ամփոփում սիրելի հայրենակիցներ հանդիպելու ենք վաղը չեմիս օրը ուրբաթ օրը ժամը 1-ին արդեն կլինի քարոզարշավի 8-րդ օրը մենք տեսնում ենք որ շատ էսպես դինամիկ փուլ է մտնում քարոզարշավը նայեք ընդդիմադիր ուժերի քարոզարշավներին չնայած իմ տպավորությամբ ոնց որ այս
ես ամենաանդիմադիրը դեռ Նիկոլն է, հա, եւ ընտրեք, հա դե աբսուրդ է, բայց նենց հա քննադատում, որ ուզում ես ասես Նիկոլ կարող է հիշացնես ով է Հայաստանում իշխանության եւ ընտրեք այն քաղաքական ուժերից, ովքեր հնարավորություն ունեն անցնելու իրենց համար սահմանած շեմը։ Շնորհակալություն եւ Արտուր, քեզ եւս շնորհակալություն։ Շնորհակալություն։